Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Վիլյամ Գերնալ, օր հունիսի 29։ Արդ մենք հավատքով արդարացած լինելով Աստծո հետ խաղաղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Հռովմայացիս 5-րդ գլուխ առաջին խոսք։ Արդարացնող հավատքը պարզապես ավետարանի ճշմարտությունների հանդեպ մերկ մտավոր համաձայնություն չէ։ Արդարացնող հավատքը անշուշտ ներառում է այդ համաձայնությունը, բայց հենց դա չէ, որ այն դարձնում է արդարացնող հավատք։ Վարդապետական կամ պատմական հավատքը կազմում է արդարացնող հավատքի մի մասը, սակայն վարդապետական հավատքը ինքնին չի նշանակում, որ մարդն ունի արդարացնող հավատք։ Արդարացնող հավատքը չի կարող գոյություն ունենալ առանց վարդապետական հավատքի։ Այն ենթադրում է այն, ինչպես մարդու բանական հոգին ենթադրում է նաև զգայական հոգու առկայությունը, սակայն վարդապետական հավատքը կարող է լինել առանց արդարացնող հավատքի, ինչպես կենդանին ունի զգայական հոգի, բայց չունի բանական հոգի։ Հուդան գիտեր Սուրբ գրքերը և անկասկած ընդունում էր դրանց ճշմարտությունը, երբ այդքան նախանձախնդիր կերպով ավետարանն էր քարոզում, սակայն նրա հոգում երբեք անգամ մի կաթիլ արդարացնող հավատք չկար։ Բայց ձեր մեջ կան ոմանք, որ չեն հավատում, որովհետև Հիսուսը սկզբից գիտեր, թե ովքեր էին նրանք, որ չեն հավատում և ով էր նա, որ մատնելու էր իրեն։ Հովհաննես 6-րդ գլուխ 64-րդ խոսք։ Այո, նույնիսկ Հուդայի տերը, Սատանան ինքը, շատ հեռու է արդարացնող հավատք ունենալուց, սակայն նա ընդունում է Աստծո խոսքի ճշմարտությունը։ Նա իր իսկ խղճի դեմ է գնում, եթե ժխտում է այդ ճշմարտությունները։ Երբ նա փորձեց Քրիստոսին, նա չվիճեց Սուրբ գրքի դեմ, այլ հենց Սուրբ գրքից մեջբերումներ արեց, իր նետերը քաղելով այդ կապարճից։ Մատթեոս 4-րդ գլուխ 6-րդ խոսք։ Իսկ մեկ այլ դեպքում նա Քրիստոսի մասին այնպիսի լիարժեք խոստովանություն արեց, որն իր բովանդակությամբ չէր զիջում նույնիսկ Պետրոսի խոստովանությունը հայտարարելով, որ նա Աստծո որդին է։ Մատթեոս 8-րդ գլուխ 29-րդ խոսք և Մատթեոս 16-րդ գլուխ 16-17-րդ խոսք։ Աստծո խոսքի ճշմարտության հանդեպ մտավոր համաձայնությունը միայն բանականության գործողություն է, որը կարող են ունենալ նույնիսկ մերժվածները և դևերը, սակայն արդարացնող հավատքը բազմակողմանի հոգևոր հատկություն է, որի հիմքը գտնվում է թե բանականության, թե կամքի մեջ։ Այդ պատճառով էլ այն կոչվում է սրտով հավատալ։ Հռովմայացիս 10-րդ գլուխ 10-րդ խոսք։ Եվ նույնիսկ ամբողջ սրտով հավատալ։ Գործք 8-րդ գլուխ 37-րդ խոսք։